Արենի Քարանձավի 6000-ամյա գաղտնիքը։ Մինչ այդ իմ կյանքը բավական սովորական էր, երբ հետահայաց եմ նայում այն երկար ճանապարհին, որ անցել եմ մինչև Քարանձավ տանող կերիկ ճմփան, մինչև հողի հոտին ընտելացած ձեռքերս, մինչև այն պահը, երբ ոչ ոք չէր հավատում, թե 50 անց մի կին կարող է դառնալ հնագիտական պատմության մասնակից։ Ծնվել էի 1945 թվականի ձմռանը, Սառնամանիքի, Ուռենիների սևացած ճյուղերի, ձյան փաթիլներով պատված տանիքների միջավայրում, մի փոքրիկ գյուղում Եղեգնաձորի մոտ, որտեղ գիշերները երկար էին, իսկ լռությունը երբեմն ավելի բարձր, քան գայլերի ոռնգը։ Հայրս Միշան գյուղի ուսուցիչն էր, խիստ, բայց հոգատար մարդ, որ դասի ժամանակ թույլ չէր տալիս շեղվել 10-ից հանելու պարզ կանոններից, բայց երեկոյան, երբ ամանները լվացված էին, նստում էր մահճակալին եզերքին, բացում մաշված շապիկով պատմության գիրքը և բարձրաձայն կարդում հին թագավորությունների մասին։ Մայրս Կարինեն տնային տնտեսուհի էր, թխում էր հաց, խմորից մնացած փոքրիկ կտորներից մեզ համար պատրաստում էր մանրիկ գաթաներ և սիրում էր ոտքով գնալ մինչև գետի ափ աղբյուրից ջուր բերելու, իսկ վերադարձի ճանապարհին երեխաներին պատմում էր լեգենդներ քարերի, ծաղերի, սարերի մասին, ասես այդ ամենը կենդանի արարածներ լինեին, որոնց հետ տարիների ընթացքում ընկերացել էր։ Միշտ ասում էր. «Սաթենիկ ջան, մեր հողը հին հեքիաթ ունի, դու պիտի մի օր գտնես այդ հեքիաթը», և այդ խոսքերը, որ մանկական ականջիս թվում էին պարզապես սիրառատ խոսք, մնացին ներսումս, նստեցին, ինչպես սերմեր, Քարանձավի խավարի խորքում, որոնք սպասում են ճիշտ պահին, որ ծլեն, ճեղքեն խավարը և շնչեն։ Դպրոցական տարիներին ինձ միշտ ձգում էր անցյալի առեղծվածը։ Մաթեմատիկայի դասին, երբ մյուսները փորձում էին լուծել հավասարումները, ես նայում էի դասագրքի եզրերին, որտեղ փոքրիկ նկարներով պատկերված էին բաբելոնյան աշտարակը, հին հունական տաճարները, մեսոպոտամական սեպագիր սալիկները և զգում էի, որ այդ անհաս վայրերում ինչ-որ անտեսանելի բան կանչում է ինձ։ Մեր պատմության ուսուցչուհին տիկին Անահիտը մի անգամ դասի ժամանակ պատմեց, որ Հայաստանի տարածքում գտնվել է աշխարհի ամենահին գինեգործական համալիրներից մեկը, և թե ինչպես հին ժողովուրդները խաղողի որդատունքը դարձրել են ոչ միայն սննդի, այլև ծեսի ու հիշողության մաս։ Այդ օրը դասարանի աղմուկի մեջ ես լուռ գրեցի նոթատետրումս՝ մի օր կտեսնեմ այդ վայրը։ Այդ ժամանակ Արենի անունը ինձ ոչինչ չէր ասում, ես այն չկապեցի ոչ մի պատկերների հետ։ Միևնույն է, ինչ-որ անտեսանելի թել, գուցե մորս պատմած լեգենդների նույն թելը կապվեց իմ ու այդ տեղանքի միջև, և այդ կապը տարիների ընթացքում ոչ թե խզվեց, այլ խորացավ, ինչպես հողի տակ թաքուն արմատ, որ հետո պիտի կոտրի քարերը։ Երբ ավարտեցի դպրոցը, սովետական տարիների իրողությունները պահանջում էին ընտրել խելամիտ մասնագիտություն, մի բան, որով կարելի էր աշխատել, ընտանիք պահել, դառնալ հասարակության օգտակար անդամ։ Սիրում էի պատմությունը, ուստի ընդունվեցի համալսարան, սովորելու պատմություն, հետո շարունակեցի մանկավարժությամբ։ Սկզբում թվում էր, թե այդ ամենը բավարար է՝ աշակերտներ, դասարան, դասապլան, ստուգարաններ, ծնողական ժողովներ և կիրակի օրերին ամուսնուս Գագիկի հետ այցելություններ հարազատների տուն։ Ամուսնացա, ունեցա 2 որդի, որոնց մանկությունը անցավ նույն գյուղական լանդշաֆտի մեջ, որտեղ անցել էր իմը, միայն թե հիմա արդեն հեռուստացույցի աղմուկը խառնված էր հին հեքիաթների լռությանը։ Բայց տարիների ընթացքում, երբ արդեն ուսանողներիս հետ հերթական անգամ սովորում էինք նույն դարաշրջանները, նույն պատերազմներն ու պայմանագրերը, սկսեցի զգալ, որ ներսումս մի ուրիշ կանչ կա, որ այլևս հնարավոր չէր ընդհատել։ Ամուսինս Գագիկը ասում էր. «Մեր տունը, մեր հողը կարիք ունի քեզ, ոչ թե քո երազած քարերի», և այդ խոսքերը որքան արդարացի էին գուցե արտաքինից, այնքան էլ սուր էին կտրում իմ ներսի անլուրջ ձայնը, որովհետև քարերն էին իմ իրական լեզուն, քարաշերտերը, որ պահում էին մարդկանց քայլերի հետքերը, մոռացված կացինների կտրած ծայլերը, կավե ամանների չլվացված պատերը։ 50-րդ տարեդարձիս օրը, երբ տղաներս արդեն մեծահասակ երիտասարդներ էին, նստեցինք սեղանի շուրջ, հյուրերը եկան գնացին, կենացները ասվեցին, բաժակները կիսադատարկ մնացին սրբիչների կողքին, և երբ բոլորը գնացին, տան մեջ տիրեց այն հանգիստը, որից միշտ վախեցել էի, որովհետև այդ լռության մեջ ավելի հստակ էր լսվում իմ ներսի ձայնը։ Շրջվեցի դեպի Գագիկը և առանց շրջանցիկ արտահայտությունների ասացի. «Ես ուզում եմ մասնակցել հնագիտական աշխատանքին»։ Նա ծիծաղեց, թեթև ձեռք թոթվեց, ասելով. «Դու հիմա 50 տարեկանում Սաթենիկ, դա ուսանողների բան է, ոչ թե մեր տարիքի, մենք պիտի մտածենք թոռների մասին, ոչ թե քարանձավներ փորելու»։ Բայց ես արդեն որոշել էի, և այդ որոշումը նման էր հանկարծակի երկրաշարժի, երբ հողաշերտերը տեղաշարժվում են 1 վայրկյանում, անտեսելով բոլոր կառուցված շինությունները։ Մի քանի ամիս անց դիմեցի համալսարանում առաջարկվող հնագիտության լրացուցիչ ծրագրին։
Տարիների ընթացքում կուտակած գիտելիքներս, սեփական ընթերցանություններս, դասագրքից դուրս կարդաց հոդվածներն ու մենագրությունները, որոնց մասին քչերն էին գյուղում նույնիսկ լսել, դարձան իմ թաքուն առաջատարները։ Համասարանում ինձ ճանաչեցին, գնահատեցին համառությունս եւ վերջապես թույլ տվեցին միանալ արշավախմբերին որպես կամավոր գիտաշխատող, չնայած տարիքս եւ կենցաղային պարտավորություններս մնում էին ուրիշների մտահոգության տեղը։ Առաջին արշավանքները Դվինում ու Զվարթնոցում անցան տաքարևի, փոշու, խոնավ հողի հետ միախառնված քրտինքի ու լուռ ուրախության նշանների ներքո։ Կոտրված կավե կտորներ էինք գտնում ժանգոտված մեղեր, երբեմն մետաղյա անճանաչելի մանր իրեր, որոնք պահանջում էին երկար լաբորատոր հետազոտություն, որպեսզի պարզվեր ինչին են ծառայել։ Երիտասարդները զարմանում էին, որ չեմ հանձնվում, որ նույն եռանդով եմ օրերով նստում, կրացած պարտիջողունի նման մաղում հողը, առանձնացնում ամեն մանրբեքոր, ամեն ոսկոր, ամեն սևացած սերմ։ Երբ կեսօրին նրանք հոգնում էին, նստում էին ստվերում ու հումորներ անում, ես շարունակում էի աշխատել, որովհետև ինձ համար այդ փոթրիկ բեկորներից յուրաքանչյուրը խոսում էր. մենք գոյության ապացույց ենք, մի թող մեզ նորից կորցնել։ Այդպես անցան մի քանի սեզոններ, մինչև որ 2007 թվականի սկզբին լսվեց այն լուրը, որ պիտի փոխեր ոչ միայն իմ, այլև շատերի կյանքի ընթացքը։ Արենիի մասին լուրը եկավ համալսարանի միջանցքներով, սեղանների շուրջ նարված արագ խոսակցություններով, մի քիչ էլ մամուլի կարճ հրապարակումներով։ Լեռնային Վայոց ձորում, Արենի գյուղի մոտ բացվել էին քարանձավների մի ամբողջ համակարգ, որտեղ նախնական հետազոտությունները ցույց էին տվել, եղել են գինեգործական կառույցներ եւ շատ հին բնակեցման շերտեր, որ թվագրվում էին մ թվա 4-րդ հազարամյակով։ Երիտասարդ գիտաշխատողները խանդավառվել էին, կազմվում էր նոր արշավախումբ, ամոնները գրվում էին ցանկում, քննարկվում էին բյուջեն, կացարանը, սարքավորումները։ Չսպասեցի մինչև ինչ-որ մեկը հիշեր ինձ։ Գնացի բաժնի վարիչի մոտ դոկտոր Լևոն Հարությունյանի, ով հայտնի էր իր պահանջկոտությամբ, բայց նաև արդար լինելու հատկությամբ։ Ասացի. «Թողեք ինձ էլ գալ»։ Նա նայեց ինձ գլխից մինչև ոտնաթաթ, ուսումնասիրող հայացքով, կարծես փորձում էր որոշել, քանի ժամ կդիմանամ քարանձավի խոնավության մեջ, եւ հանգիստ, բայց վճռական ձայնով ասաց. «Տիկին Սաթենիկ, դա հեշտ տեղ չէ։ Մութ է, խոնավ, վտանգավոր, սահուն քարեր, կտրուկ անցումներ, երկար լռություն։ Դուք համոզված եք, որ դա ձեզ համար է։ Ես իմ ամբողջ կյանքում սպասել եմ այսպիսի վտանգի», պատասխանեցի գուցե մի քիչ չափազանցված, բայց նույն պահին զգալով, որ այդ բառերը լիովին ճշմարիտ են։ Այդքան տարի ես վախեցել էի միայն այն բանից, որ իմ ներսի հին ձայները կմնան շլսված, եւ հիմա, երբ առջևում միտեղ բացվում էր անցյալին մոտենալու իրական հնարավորություն, այլևս ոչ մի ֆիզիկական դժվարություն չէր կարող հետ պահել ինձ։ Գարնան սկզբին, երբ ձյուները լցվել էին գետերի մեջ, իսկ լեռների գագաթներին դեռ մնում էին սպիտակ պատյաններ, մենք առաջին անգամ հասանք Արենիի քարանձավների մուտքին։ Բաց դաշտ, մեղմ, բայց սուր քամի, որը բերում էր հողի, խոտի, խոնավ քարերի հոտ։ Հեռվում ձյունապատ լեռներ, որոնց լռությունը կարծես արձագանքում էր քարանձավի լռությանը։ Գետափի ժայռի մեջ, կարմնավուն դեղնավուն շերտերի միջև, բացված էր սև, խորը, մարդկային աչքին անծանոթ մուտք։ Քարանձավ, որը մի կողմից վախ էր ներշնչում, մյուս կողմից անսահման ձգում, ինչպես հին գրքի չկարդացված էջը։ Թվում էր, թե այնտեղից պիտի հին երգ լսվեր, հնչողություն, որ անցնում է հազարամյակների միջով ու հասնում է մեր օրերը։ Սիրտը սկսեց արագ բաբախել, նույն կերպ ինչպես երեխա ժամանակ, երբ հայրս հակառակ մորս խիստ հայացքին գաղտնի տալիս էր ինձ իր սիրած պատմության գրքերից մեկը, որում պատվում էր քաղաքագրթությունների ծագման մասին։ Մեր թիմում կային 8 հոգի. ղեկավար Լևոն Հարությունյան, 2 երիտասարդ հնագետներ Նարինեն ու Վահագնը, երկրաբան Արամը, կենսաառանձնանյութաբան Լիլիթը, 2 ուսանողներ, որոնց անունները առաջին օրերին շփոթում էի, եւ ես, Տատիկը, ինչպես կատակով էին անվանում ինձ, երբ փորձում էին թեթևացնել լարվածությունը։ Սկզբում ծիծաղում էին, երբ տեսնում էին, թե ինչպես եմ ուշադիր ծալում պաշտպարիչ դառնոցներս, ինչպես եմ ստուգում, որ լապթերը լավ ամրացված լինի, որ նշումները նոթատետրումս բարեկոկ լինեն։ Բայց շատ չանցած հասկացան, որ իմ ներկայությունը ոչ միայն ծիծաղի առիթ է, այլ նաև անսպար փորձի ու համբերության աղբյուր։ Տարիների ընթացքում դպրոցական դասագրքերի հետ օր ու գիշեր աշխատելը, սեփական կյանքում հաղթահարած փոքրիկ պարտություններ ու հաղթանակները ինձ սովորեցրել էին ամենակարևորը՝ երբեք չշտապել այնտեղ, որտեղ պետք է լսել, դիտել եւ մաղել հողը միլիմետր առ միլիմետր, առանց անցյալի հանդեպ անհարգալից շտապողականությամբ։ Առաջին օրերը քարանձավում բարդ էին, ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Մութ, խոնավ միջավայր, որտեղ լույսը գալիս էր միայն մեր լապտերների նեղ ճառագայթներից,
որտեղ յուրաքանչյուր քայլին պետք էր վստահ լինել, որովհետև քարե հատակը հարթ չէր, եւ մեկ սխալ ոտքը կարող էր բերել լուրջ վնասվածքի։ Ներս էինք անցնում բարակ վելչակներով, կրելով ծանր պայուսակներ, գործիքներ, նոթատետրեր, լուսանկարչական սարքեր, երբեմն նաև պահեստային հագուստ, որովհետև քարանձավի ներսի ջերմաստիճանը համառորեն մնում էր նույնը, անկախ դրսի եղանակից։ Հողի հոտը խոնավ էր, խառնված վրան ավելի հին, չբացատրելի մի բույր, ինչը հիշեցնում էր հին նկուղի բույրը, որտեղ պահպանվում են մոռացված արխեր, գրքեր, շշեր։ Սկզբում մաքրեցինք վերին շերտերը, որտեղ գտանք միջնադարյան կոտրված կուժեր, մետաղյա փոքրիկ օղակներ, խարչված ոսկորներ եւ հնացած բոցի հետքերով սևացած քարեր, որոնք վկայում էին միջնադարյան գործունեության մասին։ Լևոնը ասում էր. «Սրանք կարևոր են, բայց մենք եկել ենք ավելի խորը շերտեր, ժամանակի այն շերտերը, որտեղից սկսվում են մեր հին պատմության ամբառ էջերը»։ Մի քանի շաբաթ անց, երբ արդեն որոշակի քարտեզ էինք կազմել քարանձավի ներքին կառուցվածքի մասին, երբ չափագրել էինք անցումները, թիքսել էինք խոնավության տատանումները, անցանք ավելի խոր հատված, այնտեղ, որտեղ հողի գույնը սկսեց փոխվել, դառնալ մուգ շագանակագույն, երբեմն գորշաշագանակագույն, խառնված մուգ կարմրավուն երանգների։ Երկրաբան Արամը բացատրեց, որ այս տեսակի գույնը հաճախ վկայում է օրգանական նյութերի երկարատև քայքայման մասին, այսինքն այդ տեղերից անցել են կենդանի էակներ, թողել են իրենց հետքերը, սերմեր, բուսական մնացորդներ, ոսկրեր, մաշված գործվածքներ։ Դա նշանակում էր, որ մենք մոտենում ենք այն հատվածներին, որտեղ մարդիկ ոչ միայն անցել են, այլև ապրել են, գործել, գուցե աղոթել եւ թաղել իրենց հարազատներին։ Մի առավոտ, երբ դրսում լույսը դեռ նոր էր ընկնում քարանձավի մուտքի մոտ, երբ արևը դեռ հաղթահարած չէր լեռների գագաթները, ես մտա ներս սովորականից ավելի լուռ, սրտումս անհասկանալի թափակով։ Նստած էի հատակին փոքրիկ մետաղյա ցանցով մաղելով հողը, առանձնացնելով խոշոր քարերը, կավի կտորները, երբ հանկարծ մատներիս ինչ-որ փափուկ բան դիպավ։ Սկզբում կարծեցի ժամանակակից կտոր կլինի, գուցե որևէ մեկի թափված գրպանի մնացորդ, բայց երբ զգուշությամբ մաքրեցի հողը, տեսա կաշվի բարակ շերտ է, ավելի փափուկ, քան իմ սպասելիքները թույլ էին տալիս։ Կաշի այստեղ, այս խորությանում, այս հնագոյաշերտում, որտեղ մետաղն անգամ հազվադեպ էր հանդիպում։ Սկսեցի ավելի զգույշ մաքրել, ամեն շարժում անելով, կարծես բարակ կավե ամանի եզր պահեի, որ մի պատառը չկոտրեր։ Կողքին հայտնվեցին այլ շերտեր, որոնք կաշվից էին, կարերով անցած գծեր, որոնք ցույց էին տալիս, որ առարկան ձև ունի, կառուցվածք ունի, միտք ունի։ Սիրտը սկսեց բաբախել ոչ միայն արագ, այլև անհավասար, այնպես ինչպես պատերազմի ժամանակ հեռավոր թնդանոթի ձայները խախտում են գիշերվա լռությունը։ Չդիմանալով, բայց միևնույն ժամանակ զգուշանալով, որ ձայնս բեկորները չվախեցնի, գոռացի. «Լևոն, շտապ եկեք այստեղ»։ Մնացածը հիմա հիշվում է ինչպես կինոյի երկար տեսարան, որում մանրամասները երբեմն խառնվում են, բայց ընդհանուր պատկերը մնում է անսասան։ Բոլորը հավաքվեցին շուրջս, լապտերների լույսերն ուղղվեցին նույն կետի վրա։ Միլիմետր առ միլիմետր մաքրեցինք հողը, շարժումները դանդաղեցնելով այնքան, որքան թույլ էր տալիս մեր համբերությունը։ Դանդաղ բացվեց մի առարկա, որի ձևը մեզ բոլորիս ծանոթ էր, բայց այստեղ հայտնվելը անհնարին էր թվում։ Դա կոշիկ էր, ամբողջական, փակած բութ ծայրով, փոքր չափի կաշվե կոշիկ, որի կաշին պահպանել էր իր կառուցվածքը քարանձավի կայուն ջերմաստիճանի եւ չոր մթնոլորտի շնորհիվ։ Լիլիթը հուզմունքից հազիվ էր շնչում, ձեռքը դողում էր, երբ նա փորձում էր քննարական մեկնաբանությունից զերծ մնալ եւ միայն գիտական եզրակացություն արտահայտել։ Եթե այս շերտի թվականումը ճիշտ է, սա կարող է լինել 5-ից 6000 տարվա։ Այդ բառերը, թեև արտասանված էին գիտական կշռադատությամբ, հնչեցին կարծես դատավճիռ լինեին, երկար լռություն կոտրող։ Ես ձեռքերիս մեջ պահեցի այդ փոքրիկ կոշիկը, զգացի նրա ծանրությունը, որը իրականում փոքր էր, բայց իմ մեջ կարծես ամբողջ անցյալի կշիռներ վերցնում։ Զգացի նրա հոտը, խառնված հողի, մաշված կաշվի եւ չբացատրելի ժամերի հոտին, եւ հանկարծ ինձ թվաց, թե քարանձավի խավարի խորքից լսում եմ մոռացված ոտնաձայներ։ Ինչ-որ ժամանակին մի երեխա կամ մի կին քայլել է այս հողերի վրա այդ նույն կոշիկով, գուցե վազել է, սայթաքել, լացել է, հետո նորից ծիծաղել, եւ այդ ամենի արձագանքը հիմա հասել էր մինչեւ իմ ձեռքերը։ Կոշիկը դառնում էր ոչ թե առարկա, այլ կամուրջ իմ եւ այն անանուն կրողի միջև։ Հաջորդ ամիսները դարձան ոչ թե պարզապես աշխատանք, այլ ուխտավորություն, որն ունի եւ տեսանելի եւ անտեսանելի ուղի։ Խորանալով քարանձավի միջով մենք գտանք հին գինեգործարան, քարե հարթակների հետքերով, որոնց վրա ժամանակին ճզմել էին խաղողը, իսկ հիմա դրանց վրա կանգնած էին խարխլված կարասների մնացորդներ, հողի հետ կիսամիաձույլ։
Լևոնը բացատրում էր, թե ինչպես է գինեգործական հնձանի կառուցվածքը ցույց տալիս խաղողի հյութի հոսքի ուղղությունը, ինչպես են կարասները թաղված եղել հողի մեջ, որպիսի պահեն կայուն ջերմաստիճան, եւ թե ինչպես են եղեգից պատրաստված սնամեջ ցողուններով խմել գինին այդ կարասներից, այնպիսի մանրամասներ, որոնք կապում էին քարանձավի գտածոները հին պատմիչների գրառումների հետ։ Գտանք որդատունկի սերմեր, չորացած խաղող, մերքերի մեծ թվով կորիզներ, հացահատիկի մնացորդներ, բուսական մանր կտորներ, որոնք ապացուցում էին, որ այստեղ ոչ միայն գինի էին պատրաստում, այլև պահում էին սննդամթերք, աճեցնում մշակաբույսեր, կազմակերպում ծիսական եւ կենցաղային գործողություններ։ Իրականությունը այն էր, որ մեր նախնիները այստեղ, այս քարերի միջև, այս մթության ու լռության մեջ էին խմել առաջին գինին, ուրախացել, գուցե երգել, գուցե միմյանց պատմել հեքիաթներ, ինչպես մայրս էր պատմում մեզ։ Քարանձավի ներսի մի անկյունում, ավելի վերևի շերտերում, ուրվագծվեց փոքրիկ կամարակապ սենյակ, որ իրականում Քարանձավի յուրահատուկ կոքավորություն էր, բայց մեզ համար դարձավ խորհրդանշական տարածք։ Այստեղ գտանք կնոջ կմախք, ողնաշարի դիրքից պարզ էր, որ նա պառկած էր կողքի վրա, ծնկները մի փոքր ծալված, ձեռքերը կրծքին մոտ, ասես վերջին պահին փորձել էր ինչ-որ բան գրկել կամ պահել իր մոտ։ Նրա կողքին կային կավե փոքրիկ աման, մի երկու քարե գործիք եւ փայտե մաշված արձանիկ, թռչունի նման երկարացրած պարանոցով, որը ժամանակի ընթացքում մթնել էր, բայց չէր կորցրել իր արտահայտչականությունը։ Ես երկար նայեցի այդ կնոջ դեմքի հատվածին, որը բնականաբար վաղուց վերածվել էր գունատ ոսկորի ու դատարկ ակնախորոչների, բայց ինչ-որ կերպ ինձ չէր լքում պատկերացումը, որ այդ դիմախաղը, որ ես չէի տեսնում, անտեղ է, մնացած դեմքի գծերի մեջ։ Մտքումս նրան անվանեցի Արենիի մայրը, որովհետև նա ոչ միայն անհատ էր, այլև այդ Քարանձավի խորհրդանշական մայրական ուժը, կյանք տվող, կյանք համոզող, կյանքին հրաժեշտ տվող։ Երբեմն, երբ թիմը ասում էր, որ բավարար է այդ օրվա համար, հավաքում էինք գործիքները եւ պատրաստվում դուրս գալ, ես մնում էի Քարանձավի մուտքի մոտ մի փոքր ավելի երկար, նստած դրսի քարերի վրա, նայելով գետի հոսքին։ Խոսում էի նրա հետ, այդ կնոջ հետ, որին երբեք չէի ճանաչել, բայց որի կողքին օրեր շարունակ աշխատել էի։ Գիտեմ, որ չես պատկերացրել, թե երբևէ ոմն մի տարեց կին, կգա կմաքրի քո շուրջը հողը, կձերքի մեջ բռնի քո կոշիկը, քո ամանը, քո սերմերը։ Բայց ես այստեղ եմ եւ կփորձեմ այն պատմությունը, որ դուք թողել եք հողի մեջ, հասցնել ապագա սերունդներին, ասում էի ես, համոզված, որ այդ միակողմանի զրույցը միևնույն է հասնում է ինչ-որտեղ, որտեղ ժամանակը այլ օրենքներով է շարժվում։ Արենիի հնագույն շերտերը ապացուցեցին, որ այստեղ ապրել է ամբողջական համայնք։ Նրանք աճեցրել էին խաղող, պատրաստել գինի, հաց, պահել եւ դասավորել իրենց սնունդը, պատրաստել կենցաղային առարկաներ, գործիքներ, զարդարանքներ, ունեցել էին մշակութային եւ կրոնական պատկերացումներ։ Լաբորատոր ուսումնասիրությունները, որոնք կատարվեցին Երևանի եւ արտասահմանյան մի քանի կենտրոններում, ցույց տվեցին, որ կաշվե կոշիկը մոտ 6000 տարեկան է, իսկ որոշ գործվածքներ ու բուսական մնացորդներ նույնպես պատկանում են ՄԹԹ 4-րդ հազարամյակին։ Լուրը տարածվեց, աշխարհի տարբեր լրատվամիջոցներ սկսեցին գրել աշխարհի ամենահին կաշվե կոշիկի մասին, վերլուծել, համեմատել այն այլ գտածոների հետ, ցույց տալ նրա փոքրիկ չափերը, պահման բացառիկ վիճակը։ Բայց ինձ համար ամենակարևորն այն չէր, թե քանի հոդված կգրվի եւ որ թերթում, այլ այն, որ մեր հասարակությունը վերջապես կտեսնի, մեր պատմությունը սկսվում է ոչ թե միայն միջնադարից կամ թագավորություններից, այլ շատ ավելի խոր անցյալից, որտեղ մի գյուղական կնոջ քայլը, երեխայի վազքը, մի պարզ ամանի տեղը նույնքան կարևոր են, որքան թագավորի հրամանագիրը կամ պատերազմական արշավանքի ելքը։ Արենիի Քարանձավի հիմնական գտածոների մի մասը տեղափոխվեց Երևան հատուկ պահպանման պայմաններում, որպեսզի ցուցադրվեր թանգարանում հին պատմության մշուշը մի փոքր բացելու համար։ Ես հաճախ էի այցելում այդ ցուցադրությանը տեսնելու իմ կոշիկին, որն իհարկե այդպես չէր ստորագրված, բայց իմ ներսում նա մնաց այդ անունով։ Ցուցափեղկի ապակու այն կողմը բաժանում էր մեզ, բայց երբ նայում էի փոքրիկ կորացած կաշվե կոշիկին, նորից զգում էի նույն կապը, որ առաջին անգամ Քարանձավի մութ հատակին հողի ու փոշու մեջ գտնելու պահին։ Մի անգամ ականատես եղա մի փոքրիկ աղջկա եւ նրա մոր զրույցին։ Աղջիկը աչքերը լայն բացած հարցրեց. «Այս կոշիկը ումն է եղել»։ Մայրը պատասխանեց. «Չգիտենք, բայց կարող է մեր պապերից մեկինը, գուցե քո մեծ տատիկներից մեկինը»։ Այդ պահին զգացի, որ իմ աչքերի մեջ լուր արտասուք է հավաքվում, բայց փորձեցի չթողնել, որ սահի, որպեսզի երեխաները չնկատեն, որովհետև դա ոչ թե տխրության, այլ ցնցման ու խոնարհության արտասուք էր, այն գիտակցությունից, որ այդ փոքրիկ կոշիկը դարձել է կամուրջ սերունդների միջև։
Ժամանակի ընթացքում ինձ հաճախ սկսեցին հրավիրել դպրոցներ, համալսարաններ, հեռուստաեթեր, որպեսզի պատմեմ Արենիի Քարանձավի մասին, հնագիտական աշխատանքի մասին, այն մասին, թե ինչ է նշանակում գտնել մի բան, որ հազարավոր տարիներ սպասել է հենց այս գտածո դառնալու օրվան։ Ամենից սիրելի հանդիպումները, սակայն, այն էին, երբ երիտասարդ աղջիկները մոտենում էին դասախոսությունից կամ հաղորդումից հետո եւ շփոթված, բայց նաեւ աչքերում փայլով ասում էին. «Տիկին Սաթենիկ, մտածում եմ հնագետ դառնալ, բայց վախենում եմ, շատ դժվար, շատ աղքատ, շատ անհասկանալի մասնագիտություն է»։ Ես նրանց լուրջ, բայց նաեւ քնքուշ ձայնով ասում էի. «Դա ճանապարհ է, որ միշտ չէ որ հարմար է, միշտ չէ որ ապահով է, բայց եթե մի անգամ զգաք, թե ինչ է նշանակում ձեր ձեռքերի տակ բացել մեկ փոքրիկ դարաշրջան, գտնել մի աննշան թվացող կտոր, որն անսպասելիորեն լրացնում է ամբողջ պատկերը, հասկանալու եք, որ ընտրել եք ճիշտ ուղին»։ Այդ խոսքերով ոչ թե քաջալերում էի անհոգ արկածախնդրությանը, այլ փորձում էի փոխանցել մասնագիտության մեջ թաքնված ներքին ուրախությունը, որ ոչ մի գումարով չի չափվում։ Տարիների ընթացքում ընտանիքս նույնպես սովորեց ապրել այդ նոր երթևեկության հետ։ Թորնիկս, երբ մի օր նստած էինք խոհանոցում, հարցրեց. «Տատ, պարտադիր էր հենց դու գնայիր այդ քարանձավները փորելու, չէիր կարող տանը մնալ ու հեքիաթ պատմել»։ Ես ծիծաղեցի, ապա լուրջ հայացքով նայեցի նրան ու ասացի. «Բալես, հենց դրա համար էլ գնացի, որ հիմա քեզ իրական հեքիաթ պատմեմ, ոչ թե հորինված, եւ այդ հեքիաթի հերոսներն իրական մարդիկ են, որոնք ապրել են, քայլել են, սիրել են, վախեցել են, հենց այս հողի վրա, ոչ թե միայն կախարդներ ու արքաներ»։ Նա երկար ժամանակ մտածկոտ մնաց, հետո խնդրեց նորից պատմել այն մասին, թե ինչպես ենք գտել կոշիկը, եւ ես նորից պատմեցի նույն պատմությունը, յուրաքանչյուր անգամ զգալով, որ պատմության մեջ մանր դրվագներն ավելի են հստակվում, ինչպես լուսանկարի խավարասենյակում աստիճանաբար բացվող պատկեր։ Այսօր, երբ նստած եմ իմ փոքրիկ բնակարանում Երևանում, պատերի տակ դրված են տուփեր լուսանկարներով, ուրվագծերով, նոթերով, քարտեզներով։ Ամեն անգամ, երբ ձեռքիս եմ առնում Քարանձավում արված լուսանկարներից մեկը, հիշում եմ հողի հոտը, մթության մեջ լույսի զուգահեռ ուղիղ գիծը, թիմակիցներիս ուրախ ճիչը, երբ տեսնում էինք ինչ-որ կարևոր բանի ուրվագիծը, բայց ամենից շատ հիշում եմ Քարանձավի լռությունը, հաստ ու ծանր լռություն, որը երբեմն ավելի բարձր էր, քան հազարավոր բառեր, որովհետև այդ լռության մեջ կուտակված էր մարդկային խոսքի, շնչի, աղոթքի, ծիծաղի ու լացի ամբողջ պատմությունը։ Մենք երբեք ամբողջությամբ չենք բացահայտել 6000 տարվա գաղտնիքը, եւ դա էլ հնարավոր չէր։ Բոլոր հնագետները գիտեն, որ յուրաքանչյուր պատասխանի հետևում 10 նոր հարց է կանգնում, ավելի խոր, ավելի բարդ, ավելի փխրուն, քան նախորդը։ Բայց մեզ համար բավական էր, որ Արենիի Քարանձավի շնորհիվ կարողացանք ապացուցել, մեր նախնիները ունեցել են զարգացած կենցաղ, մշակույթ, հավատք, եւ նրանց աշխարհը ոչ միջով պակաս չէր մյուս հին քաղաքակրթություններից, որոնց մասին երբեմն կարդում ենք դասագրքերում, կարծելով, թե մեր հողը այդ շարքում միայն կողային դեր ունի։ Նրանք ապրել են այս նույն հողի վրա, որի վրա մենք հիմա քայլում ենք, եւ մեր ցանկացած քայլ, որքան էլ աննշան թվա, միանում է նրանց քայլերի շղթային։ Երբ մտածում եմ ապագայի մասին, երբ պատկերացնում եմ, որ գուցե մի օր նոր սերունդների հնագետները վերադառնան Արենի, շարունակեն պեղումները, գտնեն այն, ինչ մենք չենք հասցրել, ինձ հանգստացնում է այն գիտակցությունը, որ իմ փոքրիկ մասնիկը, իմ ձեռքերի քրտինքը, իմ նոթատետրերի մաշված էջերը, իմ պատմած պատմությունները կմնան այդ շղթայի մեջ։ Եթե երբևէ դու, ով կարդում ես այս պատմությունը, լինես Արենիում, կանգնիր Քարանձավի մուտքի մոտ, փակիր աչքերդ եւ խոր շունչ քաշիր։ Գուցե լսես փափուկ քայլերի համերգ, երեխայի ծիծաղի հեռավոր արձագանք, կավե ամանի խզվածքը, գինու կաթիլների ընկնելու ձայնը քավե ավազանի մեջ, զգաս խաղողի թթու քաղցր հոտը, որը դեռ թաքնված է քարերի ծակոտիներում։ Այդ ամենը դեռ կա օդում, որովհետև հիշողությունը չի կորչում, եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են լսել եւ փոխանցել այն, առանց փայլուն փաթեթավորման, այնպես, ինչպես հողն է փոխանցում սերմի ուժը նոր ծլարձակող բույսին։